ճարպերից հրաժարումը օգնում է իջեցնել վատ խոլեստերինի մակարդակը։ Սովորաբար ամբողջապես ճարպերից ազատվել խորհուրդ չի տրվում, այլ պետք է հասկանալ, որ տեսակի ճարպն է մեզ պետք, որովհետև ճարպերը, նույնիսկ խոլեստերինը կամ մտնում է մեր օրգանիզմի բջիջների, թաղանթների կառուցվածքի մեջ, մասնակցում է հորմոնների առաջացմանը, վիտամին D-ի առաջացմանը եւ ուստի պետք է տարանջատել ինչ ճարպ է մեզ պետք։ Այո, ստեղ ասենք, որ ճարպերը հիմնական շինանյութ են հանդիսանում մեր հորմոնների, խոսքը օգտակար լավ ճարպերի մասին է եւ պետք է հրաժարվել տրանս ճարպերից։ Այո, պետք է տրանս ճարպերից ազատվել վերամշակված ճարպերից, որոնք լի են մեծ բարդություններով, մահացու բարդություններով։ Եվ եթե մենք ճիշտ ենք ընդունում ճարպերը, եւ այստեղ կարող եմ հստակ ասել, որ ճիշտ ընտրված ճարպը մեր օրգանիզմի լավագույն ընկերն է։ Հիմա կասեմ, ո՞րն է այդ ճիշտ ընտրված ճարպը։ Ճիշտ ընտրված ճարպերը դրանք հիմնականում լինում են ձիթապտղից կազմված ճարպերը, ավոկադոից տարատեսակ յուղեր եւ ձեթեր, ձկնամթերքները մտնում են օմեգա 3 պարունակող մթերքները ընդեղենը նույնպես։ Այո, ընդեղենը նուշն է մտնում, չիայի սերմերն են մտնում։